Աշխատանքային օրենսդրությամբ հղիներին, երեխա խնամողներին վերաբերելի մի շարք կարգավորումներ կան եւ առաջնահերթություններ, առավելություններ կան իրենց իրավունքների պաշտպանության մասին։ Կարող եմ առանձնացնել դրանցից մի քանիսը, մասնավորապես նախ հղի կանայք չեն կարող աշխատել ծանր վնասակար աշխատանքներում, առավելապես վնասակար աշխատանքներում, որի ցանկը սահմանում է կառավարությունը։ Եթե այնուամենայնիվ իրենք այնպիսի աշխատավայրում են աշխատում, որտեղ կա գործոններ, որոնք կարող են իրենց առողջությանը վնաս պատճառել, գործատուն պարտավոր է ժամանակավոր միջոցներ ձեռնարկի, որպեսզի հղի վրա այդ աշխատանքային միջավայրում բացասական գործոնները չտարածվեն։ Իրենք ունեն մի շարք իրավունքներ նախապատվության մասով, մասնավորապես իրենք են որոշում արտաժամի աշխատանքների մեջ ներգրավեն, թե ոչ, հանգստյան օրերին, եթե անհրաժեշտություն է առաջանում գործատուի մոտ աշխատանքի հրավիրելու մասով, իրենք կարող են մերժել, տոնական օրերին, հիշատակի օրերին կրկին իրենք են որոշում, իրենց համաձայնությամբ կարող է հղիին գործատուն ներգրավել աշխատանքների մեջ։ Բոլորի համար կարգավորումը նույնն է, մասնավորապես եթե դատարան, ապա դա է ճանապարհը, եթե ոչ, ապա առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին։ Եվ այս երկու կառույցներին կարող են դիմել բոլորը, այդ թվում նաեւ բնականաբար հղիները, իհարկե նաեւ եթե կազմակերպությունում կա արհմիություն, կարող են դիմել արհմիությանը։ Քանի որ նաեւ իրենց տրամադրում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ, հղիության եւ ծննդաբերության արձակուրդը տրամադրվում է ամենակիչը 140 օր, որը բաշխվում է հետեւյալ կերպ 70 օր նախածննդյան եւ 70 օր հետծննդյան։ Բնականաբար, եթե 70 օր առաջ ծննդաբերելուց պետք է ինքը լինի հղիության արձակուրդի մեջ, ուրեմն առնվազն 70 օր առաջ ծննդաբերելուց պետք է ասի, չնայած ավելի շուտ է ասվում, կախված թե երբ է տրամադրում անաշխատունակության թերթիկը, որտեղ նշվում է, որ ինքը արդեն հղի է։ Մինչև երեխայի 3 տարին լրանալը կարող է երեխայի խնամողը, այս պարագային պարտադիր չի լինի միայն մայրը, կարող է նաև լինել երեխային փաստացի խնամող հայրը, անգամ խնամակալը, հոգաբարձուն, տատը, պապ, այսինքն նա, ով որ կճանաչի երեխային խնամող, մինչև երեխայի 3 տարին լրանալը իրավունք ունի գտնվելու երեխայի խնամքի արձակուրդի մեջ եւ այդ ընթացքում պաշտպանված է մի շարք երաշխիքներով արձակուրդի մեջ գտնվող։ Ինչպես նշեցի, աշխատանքային օրենսդրությամբ կան մի շարք երաշխիքներ վերաբերելի հղիներին եւ երեխա խնամողներին, նշեմ դրանցից մի քանիսը, օրինակ հղիները եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամողները իրավունք ունեն դիմել իրենց գործատուին եւ իրենց աշխատաժամանակը նորմալ աշխատաժամանակի ռեժիմից դարձնելու ոչ լրիվ։ Այսինքն, եթե օրինակով բերեմ, պայմանական իրենք աշխատում են 8 ժամ, իրենք իրավունք ունեն դիմել իրենց գործատուին, քանի դեռ իրենք հղի են կամ երեխայի մինչև 2 տարեկանը չի լրացել, եւ իրենց գործատուին պահանջ ներկայացնեն իրենց աշխատաժամանակը 8-ից կրճատվի, թե որքան արդեն կարող են դա բանակցել։ Բայց այստեղ պետք է նաեւ նկատի ունենանք, որ վարձատրության հարցն է կարող է դիտարկվել նվազեցնելու տեսանկյունից, որովհետեւ գործատուն կարող է տվյալ պարագայում վճարել արդեն փաստացի։ Նաեւ պետք է նշեմ, որ մեկ այլ հավելյալ երաշխիք ունեն կերակրող մայրերը, այն մասով, որ իրենք ունեն լրացուցիչ ընդմիջման իրավունք։ Մասնավորապես, քանի դեռ իրենց երեխայի 2 տարին չի լրացել, մայրերը կերակրող իրավունք ունեն դիմել իրենց գործատուին եւ գործատուն պարտավոր է տրամադրել լրացուցիչ ընդմիջում յուրաքանչյուր 3 ժամում մեկ առնվազն կեսը ժամ։ Եվ այդ լրացուցիչ հանգիստը ընդմիջումը մայրը կարող է անգամ գումարել, միավորել իրար եւ ինքը որոշել օրվա որ ժամին օգտագործել։ Պայմանական կարող է միավորել եւ ինքը 1 ժամ անգամ կարող է մի քիչ ավելի լինել եւ օրինակ առավոտյան ավելի ուշ գալ կամ ընդմիջումը ավելի երկար լինել իր մոտ եւ ոչ թե օրինակ պայմանական 1-ից 2, օրինակ 1-ից 3-ը, կամ մինչև ոչ թե 6-ը աշխատել, օրինակ մինչև ժամը 5-ը աշխատել։ Եվ այս պարագայում նաև ինքը վարձատրվելու է իր այդ բացակայության համար, չնայած նա որ ինքը գտնվելու է լրացուցիչ ընդմիջման մեջ, բայց այս պարագայում գործատուն պարտավոր է իրենց վճարել։ Եթե գործատուն էական պայմաններ պետք է փոխել աշխատողի մոտ, օրինակի համար աշխատավարձ, աշխատաժամանակ եւ այլն, երեխա խնամողների մասով տրված է բացառություն եւ իրենք իրավունք ունեն մինչեւ երեխայի 1 տարին լրանալը, եթե աշխատող արդեն աշխատանքի է հաճախում, էական պայմանը փոխեն բացառության պաշտոնի անվանման եւ տարակարգերի։
Երեխա խնամողները, հղիները ունեն նաև իրավունքներ իրենց ամենամյա արձակուրդի ընտրության ժամանակահատվածի հետ կապված, թե մինչև 6 ամիս լրանալու պարագայում, օրինակի համար հղիները անգամ եթե ընդունվեն աշխատանքի եւ ընդունվելուց 2 օր հետո ցանկանան արձակուրդ գնալ, գործատուները պետք է տրամադրեն, որովհետև դա իրենց համար երաշխիք է։ Երեխա խնամողները եւ ունեն իրավունք նաև ընտրելու թե երբ գնան արձակուրդ, օրինակ 6 ամիս աշխատելուց հետո այդ գրաֆիկի սահմանման ժամանակ իրենք ունեն այստեղ եւս հնարավորություններ եւ առավելություններ, որ կարող են իրենք որոշել։ Հայրը ունի իրավունք, քանի դեռ երեխան 30 օրական չէ, դիմելու իր գործատուին եւ եթե դիմես գործատուն պետք է իրեն տրամադրի մինչեւ 5 աշխատանքային օր տևողությամբ արդյունության համար նախատեսված արձակուրդ, որը վճարվում է գործատուի կողմից։ Եվ կան եւս որոշակի երաշխիքներ հենց ուղիղ հայրերի համար նախատեսված, մասնավորապես դրանցից մեկը այն է, որ իրենք իրավունք ունեն որոշելու իրենց ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը, թե երբ գնան, իրենք ունեն չվճարվող արձակուրդի իրավունք մինչև 2 ամիս ժամանակահատվածով դիմել իրենց գործատուին եւ գործատուն պետք է տրամադրի, որովհետեւ սա իրենց համար հավելյալ երաշխիք է համարվում։ Մինչև երեխա 3 տարին լրանալը աշխատողը, մայրը շարունակել է կուտակել իր աշխատանքային ստաժը, բայց չի կուտակելու արձակուրդային օրեր։ Այսինքն, եթե ինքը պայմանական 3 տարի լինում է երեխայի խնամքի արձակուրդում, հետ է վերադառնում, ինքը չունի կուտակած այդ ժամանակահատվածում արձակուրդ, բայց իր աշխատանքային ստաժը ամբողջությամբ այդ ընթացքում պահպանվելու է, անգամ եթե մասնագիտական ստաժի հաշվարկի կարիք լինի, համարվելու է դա մասնագիտական ստաժ։